Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Ավան վարչական շրջանում էր։ Քաղաքապետի այցելության պահին վարչական շրջանում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ էին ընթանում։ Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել 3 նոր բակային տարածքներում նախատեսվող բարեկարգման համալիր աշխատանքների նախագծերն ու ընթացքը։ Զեկուցվել է, որ այս 3 բակային տարածքներում էլ եղել են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ, սակայն բնակիչները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են միացել Երևանի քաղաքապետի կոչին սեփական նախաձեռնությամբ ազատելով զբաղեցրած տարածքները։ Իդեպ բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է եւ վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք։ Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը։ Այս աշխատանքները տեսնելով բոլորը մեծ ուրախությամբ մասնակցում են ամեն ինչին, այս հրաշքները տեսնելով։ Բոլորը ոգևորված են, Տարոն Մարգարյան։ Քաղաքապետի այցելության պահին բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ էին ընթանում։ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ստեղծմանը, ծառերի եւ թփերի պահպանմանն ու խնամքին։ Մայրաքաղաքի կանաչապատման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջը հստակ է՝ ծառատունկ իրականացնել բացառապես ոռոգելի տարածքներում։ Քաղաքապետի հանձնարարությամբ ոռոգման նոր համակարգեր են անցկացվում նաև բակային տարածքներում։ Քաղաքապետարանում արդեն 2 տարի է մենք ամբողջ Երևան քաղաքում ենք նմանատիպ ծրագրեր իրականացնում եւ բոլոր վարչական շրջաններում նման բակային ծրագրեր կան։ Մեր ծրագրերով ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ պետք է իրականացնենք, դրանից հետո նոր վերականգնենք մեր այգիները։ Եվ այն տարածքներում, որտեղ վերականգնման աշխատանքներ են կատարվում, բնական է, որ արդեն ոռոգման ցանց ունենք եւ հետագայում նման մոտեցումով է լինելու բոլոր վարչական շրջաններում, որ բոլոր տարածքներում ունենանք ոռոգման ցանց, որ կարողանանք նաեւ այդ այգիները եւ կանաչ տարածքները պահպանել։ Այս աշխատանքները լինելու են շարունակական եւ 12 թվականին Երևանի բյուջեում հիմնականում նախատեսված են նմանատիպ աշխատանքներ։ Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև ասֆալտապատման աշխատանքների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 52 նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Քաղաքապետարանի ծրագրով այստեղ հիմնովին փոխվել են լուսամուտները։ Մանկապարտեզի կոլեկտիվն ու ծնողները իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մանկապարտեզներին ցուցաբերվող մշտական ուշադրության համար։ Իմաստնավորի ընդգծելով քաղաքապետի կարգադրությամբ երեխաների սննդի որակի նկատմամբ իրականացվող մշտական հսկողությունը։ Այսօր երեխաների լիարժեք սնունդը, կալորիական թայլ, բազմազան, ձմեռվա մեր ջերուցումը, մեր երեխաները բացարձակ չեն բացակայել։ Այնքան լավ պայմաններ է եղել, որ տարվա տաք եղանակների համեմատ ուղղակի տարբերություն չի տվել։ Ես շնորհակալ եմ ձեզանից, ձեր կոլեկտիվից, ծնողներից, որ նման հոգատարություն են։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում անդրադառնալով իրականացվող աշխատանքներին հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կատարման որակի ու սահմանված ժամանակացույցով աշխատանքներն ավարտելու վերահսկման հարցում։